Բա ինչպես եղավ, որ դուք ազատության մեջ հայտնվեցիք, այսինքն ինչպես փոխվեց։ Լսեցին բոլոր վկանները, հետազոտեցին բոլոր ապացույցները, դատարան որոշում։ Ինչի համար էիք մեղադրվում, պարոն Գալստյան։ Մեղադրանքը սկսվում է հետևյալ նախադասությունով, որ ստեղծել են հանրային զանգվածությունը, որ ձեռք բերեն հեղինակություն եւ հերթականացությունների միջոցով զորացնել Հայաստանի իշխանությունը։ Ձեր նկատմամբ Ու հետո արդեն մնացած։ Պարոն Գալստյան, Խոշտանգումներ եղել են, կատարվել է հաղորդում, կատարվել են իբր թե քննչական գործողություններ, կարգ է կարճման որոշում, բողոքարկել են դատարան, հենց այս պահին գտնվում այդ խոշտանգումը ինչի համար է, դուք ո՞նց եք գնահատում։ Արել են անձամբ ձեր դեմեր ուղղված, թե մեկ Վարդան Ղուկասյանի վրեժը փորձել են ձեզանից ցուցակել։ Վարդան Ղուկասյանը նրա հայոյանքների վրեժը հետ կապված բացարձակապես չկար, ես ես վերջերս նրան տապանում երեքանացել, կրկնվեմ։ Իզարմանասից իսկ դիսպլինարային ցուցմունքներ գլխավոր դատախազան Նավարդապետյանի եւ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Ղազարյանի։ Ովքեր են պահանջում քննչական կոմիտեի Կոմիտեն նախագահի Արգիշ Տիկարյանյանի ժամանակ։ Ուղղակի պահանջում են, որ իրազդան ցուցմունք տան, որ իբր թե իրենք դուքեր են տրամադրել ինձ, ես էլ Վարդան Ղուկասյանին, որ վարչապետին Նիկոլ Փաշինյանին բնականաբար ես այդ հիմարության մեջ չմտա, որի արդյունքը եղավ ճշտում։ Վարդան Քարամյանը տենց ուզում էր միշտ գերակայական խնդիր լուծել ձեր միջոցով։ Ես այն ինչ որ հիմա ձեզ ասեցի արգելից, դա գրված է հաղորդմանս տեքստի մեջ, որը դարել է քննության առարկա։ Իսկ ինչ որ քայլեր ձեռնարկել են։ Հիմա նոր ասեցի ելույթի ժամանակ, թե այսօրվա նախաքննական մարմինները ինչպես են աշխատում։